Զանգերի ղողանջի ներքո Ստամբուլի հայ առաքելական եկեղեցու բակ է մտնում կաթոլիկ աշխարհի հովվապետի ավտոշարասյունը։ Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Հռոմի Պապ Լևոն 14-ին դիմավորում է ավանդական աղուհացով։ Պետք է ուտեմ, հետաքրքրվում է պոնտիֆիկոսն ու կատակում, թե աղը շատ էր։ Եկեղեցու մուտքի մոտ դիմավորման ծեսից հետո Պապն ու Պատրիարքը մտնում են տաճար, որտեղ նրանց սպասում են բազմաթիվ հավատացյալներ ու հոգևորականներ։ Արդեն խորան բարձրանալուց հետո Հռոմի Պապն ու Սահակ Սրբազանը ողջունում են հավատացյալներին։ Եկեղեցական երգչախմբի կատարումից հետո սկսվում է աղոթքի արարողությունը։ Մեջ տաճարից եւ առաջ Աստված ընկալ եւ բայցարացյալ սուրբ նշանացս եւ սուրբ տեղույց խոնարհյալ երկյուղի երգիրվականեմ ըստ սուրբ եւ սրաշալի եւ սախտող ըստ հարությունդ կորտնեմ եւ բարավորեմ եւ քեզ մատուցանեմ զորքություն եւ սփարս ընթոր եւ ընսրփոքույթ աշմ եւ միշտ եւ ավիդյան սավիդենից ամեն Your Holiness Pope Leo, Your Eminences Ձերդ սրբություն Հռոմի Լևոն Պապ, ձերդ գերազանցություն, անսպար ուրախությամբ ու Քրիստոսի եղբայրական սիրով ողջունում ենք ձերդ սրբությանը հայ առաքելական եկեղեցու Սրբազան տաճարում։ Այսօր ձեր ներկայությունը մեր շարքերում ոչ միայն պատիվ է, այլև օրհնություն մեր համայնքի եկեղեցիների ու նրանց համար, ովքեր աշխատում են քրիստոնյաների միասնության համար։ Դարեր շարունակ պապականությունը ծառայել է որպես բարոյական ուղեցույց պաշտպանելով յուրաքանչյուր մարդու արժանապատվությունը, հանդես գալով խաղաղության օգտին ու ձայն տալով ձայնի զրկվածներին, ասում է Սահակ արքեպիսկոպոսը, ընդգծելով, որ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա այն պապերին, որոնք իրենց ձայնն են բարձրացրել հայերի տառապանքի ու վտանգի ժամանակ։ Սրբազան քահանայապետն իր ուրախությունն է հայտնել այցի կապակցությամբ ողջունել է Թուրքիայի ամբողջ հայ առաքելական համայնքին եւ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին։ To His Holiness Karekin II, Supreme Patriarch. Ձեզ ողջույնի խոսք ասելով ցանկանում եմ ողջունել նաև նորին սրբություն ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին, որը վերջերս պատվել է ինձ իր այցով։ Ողջունում եմ բոլոր եպիսկոպոսներին, հոգևորականներին ու հայ առաքելական համայնքին Ստամբուլում ու Թուրքիայում։ Սուրբ Աթոռի առաջնորդը ցեղասպանություն գործած երկրում անցկացվող կրոնական արարողության ժամանակ գոհություն է հայտնել Աստծուն հայ ժողովրդի քաջարի քրիստոնեական վկայության համար պատմության ամբողջ ընթացքում հաճախ ողբերգական պայմաններում։ Լևոն 14-րդը հիշեցրել է, որ Հռոմի Պապի եւ Արևելյան ուղղափառ եկեղեցու պատրիարքի առաջին համատեղ հռչակագիրը ստորագրվել է 1970 թվականի մայիսին Պողոս 6-րդ Պապի եւ Վազգեն առաջին կաթողիկոսի միջև։ Spiritus Sancti descendat super vos et maner sempre. Օրտնյալ քեղերուկ իշնացու փոքույն երթայքի խաղաղություն Տեր Հիսուս եղիցին ցեզ ընտամենեսյան ամեն։ Այդ ժամանակից ի վեր Աստծո շնորհով մեր եկեղեցիների միջև գթասրտության երկխոսությունը ծաղկում է ապրել, ասել է հովվապետը։ Պապի ելույթից հետո արքեպիսկոպոս Մաշալյանն ու պոնտիֆիկոսը փոխանակվել են նվերներով։ Պատարագից, ուղերձներից ու աղոթքից հետո պոնտիֆիկոսն ու Պոլսո պատրիարքը շփվել են հայ առաքելական եկեղեցու հոգևորականության հետ։ Այցը լայնորեն լուսաբանվել է համաշխարհային մեդիայում։ Միջազգային մամուլը հղում անելով վերլուծաբաններին նշում է, որ էկումենիկ խորհրդանիշ լինելուց զատ Հռոմի Պապի այցը լուր աջակցություն է Հայաստանի ու Թուրքիայի դարավոր վերքերը բուժելու շարունակական ջանքերին, որոնք երկար ժամանակ սպիացած են զանգվածային սպանություններից ու տասնամյակների անվստահությունից։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։